Բարև ձեզ հարգելի հետևորդներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին։ Բարև ձեզ Տիկին Բադալյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու։ Ես եմ շնորհակալ։ Վերջին դատական նիստից առաջ Սամվել Կարապետյանը զրուցել էր լրագրողների հետ եւ իր ղեկավարած ուժը եւ ինքը պարզվում է տրիգեր են սպասում, որպեսզի կարողանան իշխանապողություն անել, մեջբերեմ իր խոսքը։ Ես նախորդ անգամ ասեցի, լինելու է տրիգեր, որն ընդդիմությունը օգտագործելու է։ Իրենք կորցրել են իրականությունը, չեն հասկանում ինչ են անում։ Ըստ ձեզ ինչ տրիգերի մասին է խոսքը եւ ինչ է ակնարկում Սամվել Կարապետյանը։ Ես մեկ անգամ շնորհակալ եմ հրավերի համար եւ կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը ուղղակի այլևս չգիտի ինչ անել եւ օրինակ ալերգիան եւ իշխանապողությունը իր համար գրեթե նույն սանդղակի վրա են, երկուսի դեպքում էլ տրիգեր պետք է այնուամենայնիվ եւ փորձում են գտնել այդ տրիգերը, բայց ասեմ, որ որևէ տրիգեր չի կարողանալու ազնիվ եւ արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում, ձևավորված իշխանությանը սասանել եւ կարծում եմ, որ իրենց այսպես փոքրիկ խմբակով, այլ այսպես ածականներ այնտեղ չտամ, ավելի լավ է այս պահին մտածեն իրենց կատարած հանցագործությունների, Հայաստանի Հանրապետության օրենքի առջև որոշ հարցերի համար պատասխանատվություն կրելու եւ այլ խնդիրների մասին, որոնք ծառացել են իրենց առջև, միևնույն ժամանակ թող մտածեն այն խնդիրների մասին, որոնք այս պահին իրենց կյանքում առկա են, իրենց տված որոշ ուժերի իրենց կողմից տրված սին խոստումների արդյունքում, որոնք իրենք չկարողացան կատարել, իսկ չկարողացան այդ խոստումները կատարել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին իմաստուն է, հրաշալի տեսնում է երկրում տեղի ունեցած, երկրի կյանքում տեղի ունեցած այն փոփոխությունները, որոնք տարիների ընթացքում մենք որպես իշխանություն կարողացել ենք բերել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ գիտի իրեն ինչ է պետք առաջիկայում եւ ինչ պիտի անի եւ ապացուցել է դա իր տված քվեներով։ Ձեզ մոտ այնպեսի տպավորություն չի ստեղծվել, որ Կարապետյանը իր ղեկավարած ուժը մի տեսակ շոկի մեջ հայտնվեցին ընտրություններից հետո, որտեվ անգամ ժամը 8-ին, երբ ընտրությունների օրը քվեատուփերը չէին բացվել, ընտրատեղամասերը փակվելու ժամին, նրանք արդեն հայտարարում էին, որ ինքը ընտրվել է վարչապետը եւ այս տեսակ պատկեր եղավ։ Դե իրենք այդ մասին շատ են խոսել, ընդհանրապես այս թեման շատ է քննարկվել, հատկապես զվարճալի է, զվարճալի էր հետևել եմ ամբողջ աղմուկին, որ իրենք ստեղծեցին, որ Նիկոլ Փաշինյանը գիշերը, չգիտեմ, ժամը 12-ից հետո արդեն հայտարարեց, որ հաղթել է, այն դեպքում, երբ որ իրենք ժամը 8:10 եւ դրա վերաբերյալ իհարկե հայտարարեցին եւ դրա վերաբերյալ իհարկե բազմաթիվ այսպես սոցիալական մեդիայում մեմեր կան, հումորներ կան եւ կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը իր թիմով բավականին շատ կարողանում է զվարճացնել բոլորին եւ այդ հետաքրքիր հումորային շարքից նաեւ նրանց թիմի առաջատարներից մեկը ասաց չէ, բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ կային, որոնք ապացուցում էին, որ Սամվել Կարապետյանը դառնալու է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ես կարծում եմ, որ մենք շատ լուրջ անելիք ունենք եւ առաջիկա 5 տարին պիտի էլ ավելի մեծ թափով ձեռնամուխ լինենք կրթական բարեփոխումներին, որպեսզի նմանատիպ իրավիճակում որևէ քաղաքական ուժ չհայտնվի, այն իրավիճակում, որում հայտնվել է ուժեղ Հայաստանը, որովհետև կարծում եմ, որ այս բոլոր ամբովանդակ տեքստերը, այս ամբովանդակ պայքարի իրենց կողմից մղվող անլրջացնում է քաղաքական դաշտը, իսկ վերջին տարիներին, հատկապես հետպատերազմական տարիներին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ հասկացել է արդեն, որ քաղաքականությունը ձևականություն չէ, ինչպես որ եղել է նախկինում, եւ շատ լավ հասկացել է, որ ինքն էլ ներգրավված է Հայաստանի Հանրապետության քաղաքական, ինչպես նաև ներքին եւ արտաքին, քաղաքական կյանքում եւ ինքն էլ այնտեղ որոշիչ դեր ունի եւ հետեւաբար լուրջ է պետք վերաբերվել քաղաքականության ընդհանուր առմամբ։ Եվ այս իմաստով կարծում եմ, որ այո, մենք անելիք ունենք կրթական բարեփոխումների տեսքով։ Նարեկ Կարապետյանը օրերս շրջել է Արարատի մարզի Նիզամի եւ Սիս վարչական շրջաններում, որտեղ իրենք առավելագույն ձայներ էին ստացել եւ խնդիրների գույքագրում են անում։ Կարծեք թե վարչապետի ասածները ոնց որ թե փորձում են կրկնօրինակել, երբ վարչապետը հայտարարում էր, որ ընտրությունների հենց հաջորդ օրը պետք է պատրաստվել ընտրությունների, իրենք էլ ասում են ցույց ենք տալիս, որ տեսեք, ընտրությունների ժամանակ չէ միայն որ գալիս ենք։
Շատ լավ, մենք ընդհանրապես ես հասկացել եմ, որ շատ լավ օրինակ ենք ծառայել մի շարք քաղաքական ուժերի, ոչ միայն ուժեղ Հայաստանի համար, եւ մի շարք քաղաքական գործիչներ, որոնք նախկինում երբեք չէին իջել, այսպես ասած, ժողովրդի մեջ, նրանք հիմա շատ հաճախ են հայտնվում ժողովրդի մեջ եւ փորձում են ժողովրդի խնդիրներին ծանոթանալ, ես սա դրական եմ գնահատում, բայց հետաքրքիր կլինի տեսնել, թե այդ խնդիրների գույքագրումը ի վերջո ինչ արդյունքների է բերելու, արդյոք նրանք այլ նոր խնդիրներ կարողանալու են գտնել, քան մենք, որ տարիներ շարունակ անընդհատ օրնիբուն ժողովրդի հետ կապի արդյունքում հավաքագրել ենք, գույքագրել ենք այդ խնդիրները եւ դրանցով զբաղվում ենք։ Ընդդիմադիր գործիչներ Գագիկ Ծառուկյանի, Քոչարյանի, Արեգ Նազմանուկյանի, վերջերս էլ նաև Սերժ Սարգսյանի հետ կապված ապօրինի գույքով նոր զարգացումներ եղան։ Այդ տեսակետ է հնչում, որ ընդդիմադիրների նկատմամբ այս քրգործերը քաղաքական հետապնդումներ են։ Դուք ինչ կասեք։ Ես կարծում եմ, որ սրանք այն հերթական հայտարարություններն են, որոնք հիմք չունեն, դրանք անհիմն են, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած բացի Արեգ Նազմանուկյանից մնացած բոլոր ֆիգուրների վերաբերյալ ժողովուրդը շատ լավ գիտի, ով ինչքան ապօրինի գույք ունի եւ ժողովուրդը մեզ էլ մեղադրում է, որ մենք դեռ այդ ապօրինի գույքը չենք վերադարձրել եւ կատարված թե կոռուպցիոն թե ոչ կոռուպցիոն հանցագործությունների համար վերոնշյալ մարդիկ պատասխանատվություն չեն կրել։ Ինչ վերաբերում է Արեգ Նազմանուկյանին, ապա հիշեցնեմ, որ նա մեղադրվում է գաղտնի փաստաթղթեր, այսպես ազգային ժողովի տարածքից հանելու եւ այլ մարդկանց տալու մեջ, այսինքն դա կարելի է որակել որպես պետական դավաճանություն, բայց խնդրում եմ իմ արտահայտությունը անցալել որպես քաղաքական գնահատական, որովհետեւ իրավական մասով իրավապահ մարմինները զբաղվում են եւ վերջում ամեն ինչ վստահ եմ པարզ կդառնա բոլորի համար։ Այո, կարծեք թե արդեն ավանդույթ է դարձել, հա, ընդդիմադիրների շրջանում, երբ որ կանայք մեղադրվում են ինչ-որ հանցագործության մեջ, սկսում են շտապել հիշել երեխաների մասին, անչափահասների։ Խնդրում եմ նշել ընդդիմադիր կանայք։ Այո, ընդդիմադիր։ Որովհետև եթե ոչ միայն բոլոր կանայք, այլ ընդդիմադիր, այսինքն եթե մեղադրյալի աթոռին հանկարծ հայտնվի որևէ իշխանական կին կամ իշխանությանը համագրող որևէ խմբից կին, ապա այս արձագանքը չի լինի։ Բայց այլ բանի եմ ուզում անդրադառնալ, այսինքն եթե կինը, ընդդիմադիր կինը ունի անչափահաս երեխաներ, իրեն կարելի է օրինակ պետական հանցագործություն կատարել, իհարկե նորից հարգելով անմեղության կանխավարկած, այսինքն սա ինչ մոտեցում է։ Նույնը այն ընտրակաշարքի գործով կանանց հետ կապված, նույնը եկեղեցու այդ տղայի հետ կապված։ Ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի այդ բոլոր մարդիկ, ովքեր որ այս պահին իրավապաշտպաններ կլինեն, ընդդիմադիր падգամավորներ կլինեն, բարձրապես քաղաքացի կանայք կլինեն, ավելի լավ կլիներ, որ նրանք պահանջեին, որևէ մեկը չի ասում, որ ոչ մի բան պետք չի պահանջել, նրանք քաղաքացի են, ունեն իրավունքներ եւ իրենց իրավունքների համար պիտի պայքարեն, ավելի լավ կլիներ, որ պահանջեին հնարավորինս արագ եւ հնարավորինս արդար դատավարություն, որպեսզի բոլորի համար պարզ լինի ինչ է տեղի ունեցել, տեղի ունեցածը ինչ է, ի վերջո դա տեղի ունեցել է, թե տեղի չի ունեցել, ոչ թե սա որակեն հենց սկզբից քաղաքական հետապնդում եւ փորձեն մարդկանց զգացմունքների հետ խաղալ, իմիջիայլոց ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ հասկանան, որ այլևս զգացմունքների հետ խաղալ որևէ մեկի մոտ չի ստացվում, որովհետեւ միևնույն է, վաղ թե ուշ պարզվում է, որ իրավապահ մարմինները ճիշտ ճանապարհի վրա են, ճիշտ հետքի վրա են եւ հետո իրենք են հայտնվում բավականին ծանր կացության մեջ եւ հետեւաբար ավելի խոհեմ կլիներ, որպեսզի նրանք պահանջեին հնարավորինս արագ եւ հնարավորինս արդար դատավարություն։ Խոսենք նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ ռուսպրանկերների զրույցի մասին, որտեղ նա խոստանում է օգնել Նիկոլ Փաշինյանին պայքարել կտրիչ Ներսիսյանի դեմ, որոշները շտապեցին մեկնաբանել, թե սա ապացույց է, որ իշխանությունն օգտվում է արևմտյան կառույցների աջակցությունից։ Նախ առաջին հերթին ես դեռ չեմ հանդիպել որևէ ապացույցի, որ պրանկի մյուս կողմն էլ պրանկի մասնակից չէ։ Կան ինչ-որ հստակ փաստեր, որ այդ խոսակցությունը իրոք տեղի է ունեցել, այդ խոսակցությունը տեղի ունեցել հենց այդ մարդկանց միջև եւ ընդհանրապես այսօր Հայաստանի Հանրապետությունում էլ ճիշտ ասած հանցավորության դեմ պայքարի շրջանակներում բավականին լուրջ գործեր են քննվում, որտեղ որ շատ տարբեր մեր քաղաքացիների այս պրանկի արդյունքում բավականին լուրջ խնդիրների մեջ են գցել, պրանկերները, այսպես ասած, եւ իհարկե ես ընդհանրապես այս թեմային
կցանկանայի չանդրադառնալ, որովհետև այնքան ակնհայտ է ամեն ինչ, որովհետև ռուսական մամուլը սա տարածեց, ռուսական լրատվամիջոցները սրա մասին շատ բուռն խոսեցին, ինչը ապացուցում է հերթական անգամ, որ պրանկի հեղինակն էլ, պատվիրատուն էլ եւ մնացած ամեն ինչն էլ վստահաբար իրենք են։ Եվ ես կարծում եմ, որ այս հարցը իհարկե պիտի պարզաբանվի մինչև վերջ եւ մեղավորները պիտի անպայման պատժվեն։ Ինչ վերաբերում է որ ընկալվի որևէ պրանկ որպես ապացույց, որ Հայաստանը սնվում է եվրոպական աղբյուրներից կամ ասենք, չգիտեմ, Թուրքիան է հովանավորում եկեղեցու դեմ պայքարը, եկեղեցու դեմ պայքարը ընդհանրապես գոյություն չունի, գոյություն ունի կոռուպցիայի դեմ պայքար, հանցագործությունների դեմ պայքար եւ պաշտոնական դիրքի չարաշահման, մի խոսքով բազմաթիվ պայքարներ են, որոնք մղվում են, ուղղակի ընդդիմությունը դրա անունը դրել է եկեղեցու դեմ պայքար եւ ինչ էի ուզում ասել, նաեւ չմոռանանք, թե մեր ընդդիմադիր որ գործիչները օգտվեցին այդ առիթից, հա, մեր ընդդիմադիր որ գործիչներն էին, որոնք անմիջապես սկսեցին դրա մասին խոսել եւ փորձել այդտեղ ապացույցներ գտնել եւ այլն, եւ ես կարծում եմ, որ սա վատ պրակտիկա է, բայց սա հիբրիդային պատերազմի մի մաս է եւ փորձն էլ ցույց է տալիս, որ մենք հիբրիդային պատերազմը մեծ դժվարությամբ, բայց այնուամենայնիվ հաջողությամբ կարողանում ենք հաղթահարել եւ վերահսկողության տակ պահել։ Հիշեցնեմ, չմիացնի ընտրությունների ժամանակ բոլոր ընդդիմադիրները խոսում էին հոգևոր մայրաքաղաքը պետք է ձայն չտա Նիկոլ Փաշինյանի ուժին, ավելորդ էպիտետները չկրկնեմ ինչեր էին խոսում եւ տեսանք թե ինչպես հաղթեց քաղաքացիական պայմանագիրը հենց Էջմիածնում եւ շարքային քաղաքացիների հետ անցկացված հարցումներն էլ հենց վկայում էին դրա մասին եւ ել չնշեմ թե Կտրիչ Ներսիսյանի մասին ինչեր էին խոսում։ Եվ ինչպես ասում է հայկական ժողովրդական իմաստությունը, ստի ոտքը կարճ է լինում ընդամենը այսքան։ Եվրամիությունից մի շատ կարևոր տեղեկություն այսօր ստացանք։ Կայա Կալասը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության համար կստեղծվի Եվրամիության նոր գործընկերային առաքելություն հակազդելու համար հիբրիդային սպառնալիքներին, որքանով սա կօգնի ձեզ Հայաստանին պաշտպանվել հիբրիդային այս գրոհներից։ Տեսեք, ի սկզբանե ես կարծում եմ, որ հիբրիդային պատերազմի մյուս կողմը եւ հարձակվող կողմը կամ կողմերը իմիջիայլոց այնպես չի, որ ընդամենը մեկ երկիր կամ մեկ կենտրոնից է, հա, հիբրիդային պատերազմ տարվում Հայաստանի Հանրապետության դեմ, ի սկզբանե վստահ էին, որ իրենք հաղթելու են հիբրիդային պատերազմում, բայց մենք դեռ չենք պարտվել հիբրիդային պատերազմում եւ ես կարծում եմ, որ մենք չենք էլ պարտվելու, շնորհիվ մեր ժողովրդի իմաստության, դիմակայունության, որովհետև այս ամբողջ ընթացքում մասնավորապես 2018 թվականից սկսած ժողովուրդը այնքան է հասցրել ստեր լսել, այնքան է հասցրել ենթարկվել մանիպուլյացիաների, որ աստիճանաբար դիմակայունություն է սկսում ձեռք բերել եւ միևնույն ժամանակ նաեւ հենց այն օգնության եւ աջակցության, որի մասին որ դուք խոսեցիք, մենք կարողանում ենք դիմակայել եւ դիմակայելու ընթացքում նաեւ հզորանում ենք եւ ավելի պնդանում ենք եւ ավելի ուժեղանում ենք եւ ինքներս էլ նաեւ փորձում ենք ստեղծել նոր գործիքներ, որոնք կօգնեն մեզ մեր ժողովրդին պաշտպանել հիբրիդային պատերազմի շրջանակներում եղած բոլոր հարձակումներից։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է, բայց մենք այդ օգնության կարիք ունենք եւ այդ օգնությունը, քանի դեռ մենք դրա կարիք ունենք, կշարունակվի։ Օրինակ ես կարծում եի, որ ընտրություններում լուրջ հաղթանակ տանելուց հետո երևի թե այլևս իմաստ չեմ տեսնի, հա, հիբրիդային պատերազմ ծավալած ուժերը, ինչպես նաև նրանց ձեռքի խաղալիք խամաճիկ գործիքներ մեր ընդդիմության որոշ այսպես քաղաքական ուժերը կամ գործիչները իմաստ այլևս չեն տեսնի, բայց եթե իրենք որոշել են այսպես քամիների դեմ շարունակեն պայքարել, դա իրենց որոշումն է, դա իրենց ընտրությունն է եւ կարծում եմ, որ մենք այնուամենայնիվ ժամանակի ընթացքում այդ հաղթանակը կտոնենք եւ ամեն ինչ կլինի շատ ավելի ազնիվ, թափանցիկ եւ քննադատությունները կլինեն կառուցողական, կլինեն բովանդակային եւ այդպիսով մենք շատ ավելի մեծ հաջողությունների կհասնենք։ Դուք մեկ պահ պատկերացրեք, որ Հայաստանի Հանրապետությունը ստիպված չլիներ արհեստածին այդպիսի անհեթեթ պայքարների մեջ լինել եւ հիմնականում Հայաստանի Հանրապետության իշխանությունները կենտրոնացած լինեին Հայաստանի Հանրապետության քաղաքացու հոգսերը լուծելու վրա։
Հայաստանի Հանրապետությանը սպառնացող արտաքին մարտահրավերների վրա, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ դիմակայունությունը, ավելի ապահովելու եւ բարձրացնելու վրա։ Պատկերացնում եք մենք ինչ հաջողություններ կունենայինք, բայց մենք միանգամից մի քանի թևով պայքարում ենք եւ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն այդ քաղաքական ֆիգուրները, այլև նրանց սատարող հանրության մեջ կան հատվածներ, ինչ որ խմբեր, որոնք որ տարածում են այդ ստերը երբեմն անգիտակցաբար առանց հասկանալու իրենք ինչով են զբաղված, պարզապես այսպես էմոցիոնալ ֆոնի վրա եւ դրանով մենք ստիպված ենք լինում մի փոքր էլ շեղվել, որովհետեւ եթե մենք չշեղվենք, այո, հիբրիդային պատերազմում հնարավոր կլիներ իրենց պատկերացրած հաղթանակը իրենց համար եւ մեր պարտությունը, բայց ես այնուամենայնիվ լիահույս եմ, որ այդ օրը կգա եւ մեր ժողովուրդը այնքան իմաստուն կլինի, որ ամեն մի անհետ բամբասանքի հետևից չի գնա եւ ուշադրություն չի դարձնի եւ մենք բոլորս միասին կկենտրոնանանք մեր արժեվ ծառացած բոլոր խնդիրները լուծելու վրա։ Ես լիահույս եմ, որ այդ օրը կգա եւ այդ օրը սարերի ետևում չէ։ Եվ կարող ենք ասել, որ դուք մինչև նախընտրական քարոզարշավն էլ մինչև բուն ընթացքին անցնել ներկուսակցական այդ քարոզարշավի ժամանակ երբ շրջում եք, փետրվարից կարծեմ սկսեցիք մարդկանց հետ շփվում եք, այդ ընթացքում էլ բավականին կար հենց ձեր ոլորտը, առողջապահական ոլորտը, որ վախեցնում էին մարդկանց, թե հեսա ընտրություններից հետո դա հանելու են, մարդիկ էլ արագ գնում են ինչ-որ վիրահատությունների, բուժզոնումների, կհիշեք, վստահ եմ ձեզ են մոտեցել եւ ասել իսկապես մնալու է թե հանելու։ Այո, եւ դա ես նույնիսկ ազգային ժողովից ամբիոնից ստիպված եղա ելույթ ունենալ եւ ոչ միայն ես, նաեւ իմ գործընկերները, նաեւ առողջապահության նախարարը ստիպված եղանք նույնիսկ ելույթներով հերքել այդ անհեթեթ սուտը, բայց դա արվել էր երկու նպատակով, դա արվել էր մի կողմից ժողովրդի որոշ հասարակության որոշ շերտերի վախեցնելու, որպեսզի նրանք հանկարծ չքվեարկեն մեր օգտին, ինչը կորելացիոն կապը չեմ տեսնում ես ընդհանրապես, բայց այնուամենայնիվ դրա համար էին արել, ամենայն դեպս այդպես ասում են, եւ երկրորդ տարբերակով, որպեսզի մեր բոլոր, այսպես առողջապահության ամբողջ ոլորտը այնպիսի ատակայի ենթարկվի մարդկանց կողմից, որ չկարողանա սպասարկել, այդ ծավալով մարդկանց եւ հայտնվի այսպես շատ կոլապսի առջև կամ անելանելի իրադրության մեջ, բայց դա էլ չեղավ, որովհետեւ մենք այնուամենայնիվ բոլոր խնդիրները կանխատեսելով դրանք վերահսկողության տակ պահում ենք։ Բայց ինչ է ուզում սրանով ասել, որ Ընտրություններից հետո եւս էլի կան մարդիկ, որոնք խոսում են այդ մասին, որ արդեն որպես փաստ են արձանագրում, չէ, որ տեսեք, վերջ, առողջության ապահովագրությունը այլևս գոյություն չունի։ Վերջ, մարդիկ այլևս չեն սպասարկվում անվճար։ Ես խնդրում եմ, եթե նման դեպքեր կան, ապա թող դիմեն մեզ։ Մենք չնայած որ համարվում է ամառային արձակուրդներ են, բայց շարունակում ենք աշխատանքի մեջ լինել եւ ցանկացած ահազանգի ետևից գնալ եւ իհարկե սա լկտի սուտ է, այո, առողջության ապահովագրությունը կայացավ Հայաստանի Հանրապետությունում, ի հեճուկս բոլոր այդ կանխատեսումների այդ սարսափելի այսպես հետևանքների մասին կանխատեսումների եւ իր շատ սահուն ընթացքով շարժվում է առաջ, մենք էլ ունենք պատասխանատվություն ժամանակի ընթացքում բարելավելու։ Ամենայն դեպս ես իմ գործունեության ընթացքում որպես առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ այս տարիների ընթացքում շատ երկրներով շրջագայել ենք, որպեսզի ուսումնասիրենք, ինչպես է ներդրվում եւ ընթացքը ինչպիսին է լինում առողջության ապահովագրության։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այն բացառիկ երկրներից է, որտեղ որ առողջության ապահովագրության ներդրումը եղավ շատ հարթ եւ շատ սահուն եւ մենք չունեցանք այն խնդիրները, որոնք որ նույնիսկ շատ զարգացած երկրներում եղել են առաջի տարիներին։ Խոսանք նաև Մոսկվայի հայ համայնքի մի հայտարարության մասին, այնտեղից համայնքը հանդես է եկել մի նախաձեռնությամբ, հուլիսի 15-ին ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի հավաքվելու են Մոսկվայի հայկական եկեղեցու մոտ եւ կոչ են անում հայրենակիցներին, ովքեր ցանկանում են աջակցել Ծառուկյանին, հավաքվել այդտեղ։ Հետաքրքիր է, որ հայ համայնքը ասվածը դե բնականաբար դա ամբողջ այնտեղի հայությունը չի, այլ հենց նրանք հիշում են այս ամեն ինչի մասին, երբ որ ընդդիմադիր ինչ որ գործիչներ են կալանավորվում կամ ինչ որ մեղադրանքներ են նրանց առաջադրվում։ Ուզում հասկանալ ինչ նպատակով, որ ինչ լինի։ Որ աջակցեն Գագիկ Ծառուկյանին։ Որ ինչ լինի։ Հավանաբար որ ազատ արձակ։ Չէ, պետք է հասկանալ ուղղակի, երբ որ մարդը մի քայլ է ձեռնարկում, ապա լինում է նպատակ,
հա, դուք որևէ քայլ անում ես ինչ որ նպատակի հասնելու համար, կամ նույնիսկ եթե դա նպատակ չէ, ապա պատկերացնում ես ուր ես գնում գոնե, առնվազն։ Հիմա ուզում եմ հասկանալ սրա նպատակը որն է, ճնշում գործադրել իրավապահ համակարգի վրա, հոգեբանական ճնշում գործադրել, միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել, ինչն է նպատակը, վերջնական նպատակը ինչն է, եւ եսի վերջը ուզում եմ հասկանալ, այս մարդիկ ինչ են ուզում։ Ուզում են անօրեն երկիր ունենալ, որտեղ որ օրենքը չի գործում, թե ուզում են ունենալ օրենքի գերիշխանություն։ Ես կարծում եմ, որ երկրների կայացման եւ հաջողության եւ ընդհանրապես մարդկանց կյանքը ավելի կանոնակարգված եւ նրանց խնդիրները լուծման համար ավելի հեշտ մեխանիզմների ու ընդհանրապես այսպես փորձենք ընդհանուր առմամբ ասել հաջողության գրավականը պետության օրենքի գերակայությունն է, օրենքի գերիշխանությունն է, որ միշտ երազել ենք, չէ, տասնյակ տարիներ հիշում եք ժողովրդի լեզվով ասած, երբ էս երկիրը օրենքի երկիր դառնալու։ Ինչ են ուզում այս մարդիկ, ընդհանրապես մեր ընդդիմությունը ինչ է ուզում, ուզում է որ օրենքը լինի, թե ուզում է օրենքը չլինի։ Եվ հետաքրքիրը պետք է հասկանալ Մոսկվայի հայ համայնք ասվածի մեջ ովքեր են մտնում, որտեղ մենք բարբերաբար այդ տեսակ փոքրիկ ինչ որ խմբերով հավաքված միջոցառումներ տեսնում ենք, բայց դա բնականաբար չի ամբողջացնում Մոսկվայում ապրող հայ համայնքի ամբողջ պատկերը, հա։ Սա կարևոր չի մեծ մասամբ, նույնիսկ եթե բազմամարդ լինի այդ ակցիան, դա էլ է հասկանալի, որովհետև ճշգրիտ տեղեկություններ ճիշտ կամ արդարացի ինֆորմացիա ստանալու հնարավորություն Ռուսաստանում ապրող հայերը գրեթե չունեն։ Եվ մենք բոլորս դրանից տեղյակ ենք, որովհետև իրենք այնտեղ ունեն կապի խնդիրներ, 24 ժամ ռոպագանդայի տակ են, իսկ բնական է, չէ, որևէ երկիր իր ժողովրդի համար այդ տեղեկությունները, հատկապես այլ երկրի վերաբերյալ, տալիս է իր շահերից ելնելով։ Եվ հետևաբար ես այնքան խորը Ռուսաստանի Դաշնության հայ համայնքին մեղադրող մարդկանց թվին չեմ պատկանում, որովհետև նրանք օրն ի բուն 24 ժամ լսում են մի բան, որը արդեն սկսել են ընկալել որպես ճշմարտություն։ Այլ բան է, որ մենք նրանց բոլորին հրավիրում ենք պարբերաբար եւ ես երբեք առիթը բաց չեմ թողնում եւս մեկ անգամ, եթե ինչ որ մեկը կունենա հնարավորություն մեր հաղորդումը դիտելու կամ Հայաստանի Հանրապետությունից հավաստի ինֆորմացիա ստանալու, հրավիրում եմ Հայաստանի Հանրապետություն։ Հրավիրում եմ գալ այստեղ եւ տեսնել, որքան է փոխվել Հայաստանը։ Մենք պատրաստ ենք, վարչապետն էլ հիշում եք ժամանակին էլի հայտարարեց, ասաց խմբեր ձևավորեք, լինի դա անդիմությունը, դպրոցականներ, չգիտեմ, ուսուցիչներ, ովքեր ուզում են լինեն։ Ես պատրաստ եմ այդ խմբերին տանելու, որպեսզի տեսնեն սահմանը ինչպես է կահավորվել, բանակը ինչպես է վերափոխվել։ Եվ եթե նույնիսկ այդքան խորը տեղեկություններ չեք ուզում ստանալ, պարզապես եկեք Հայաստան եւ տեսեք մարդիկ այստեղ ինչպես են ապրում, ինչով են ապրում եւ ուր է հասել Հայաստանի Հանրապետությունը, ձեր աչքով տեսեք, ոչ թե լսեք այն ռոպագանդայից, որը ձեր հետ տարվում է, որի մեջ ցավոք սրտի դուք հայտնվել եք, եկեք ինքներդ ձեր աչքերով տեսեք եւ հետո որոշեք դուք ինչ եք անում։ Եթե դուք ապրում եք Ռուսաստանի Դաշնությունում, հասկանալի է, որ ձեզ համար միևնույն է Հայաստանում օրենքի գերիշխանություն կլինի, թե ոչ։ Ձեզ համար միևնույն է։ Օրինակ մենք չտեսանք հենց նույն այդ ՌԴ սահմանափակումների դեմ որևէ մեկը բողոքի ակցիաներ, հա, ի վերջո մեր հայրենակիցների արտադրանքը թույլ չէին տալիս։ Ուշագրավ է, որ դա արվում է մի երկրում, այնտեղ հավաքները այս պահին ռազմական դերության բանով պայմանավորված, հավաքները արգելված է, բայց չգիտես ինչու։ Հայերին թույլ տրվում է պարբերաբար։ Հայաստանի իշխանությունների դեմ հարավակներ անել է, այնտեղ թույլատրված է։ Դե այս ամեն ինչը շատ զավեշ տալի է եւ մեր ժողովուրդն էլ այդ ամեն ինչը տեսնում է եւ շատ լավ հասկանում է։ Որևէ բողոքի ակցիա ես չտեսա, երբ որ իրենց համայնքի իրենց եկեղեցու, հա, առաջնորդի վերաբերյալ փաստեր դուրս լույս տեսա գործակալի, ես չտեսա, որ որևէ մեկը բողոքի ձայն բարձրացներ ու ասեր ինչու եք մեզ խաբել, մենք տարիներ շարունակ եկել ենք, աղոթել ենք, դուք մեր մեղքերին թողություն եք տվել կամ ինչ որ այլ բան, բայց պարզվում է, որ դուք ընդհանրապես գործակալ եք, որևէ բողոքի ակցիա չտեսա եւ հետեւաբար պետք չէ այդքան կենտրոնանալ եւ լուրջ ուշադրություն դարձնել, սրանք ինչ որ պարտավորված
ակցիաներ են կամ քայլեր են, որոնցով ընդդիմությունը որոշակիորեն կենթանության նշույլներ պիտի ցույց տա, որովհետև մեր ընդդիմությունը այս պահին միակ զգացողությունը, որ առաջացնում է, խղճահարության զգացողությունն է, որովհետև ես չեմ պատկերացնում իրենք ինչ են անելու, որովհետև իրենք չէին պատկերացնում, որ այսպիսի ելք կարող է լինել։ Օրինակ մենք հրաշալի պատկերացնում էինք, որ ինչ-ինչ պատճառներով կարող ենք լինել իշխանությունից դառնալ ընդդիմություն, եւ մենք դրան պատրաստ էինք։ Մենք գիտենք, որ մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ իր բոլոր խնդիրները միշտ բարձրաձայնելու ենք եւ եթե մենք չենք արդեն լուծողը, պահանջելու ենք, որպեսի լուծեն։ Այս մարդիկ չէին պատկերացնում, իրանք հիմա չգիտեն իրենք ինչ անեն։ Անկեղծորեն չգիտեն իրենք ինչ անեն եւ այնպիսի թիմեր են հավաքել, որտեղ խնդրահարույց են գրեթե բոլոր անդամները, իրոք խնդրահարույց են։ Չգիտեն ինչ անել, բայց ամեն առիթը բաց չեն թողնում իշխանություններին մեղադրել 37 թիվ, չգիտեմ, գուլակ եւ այլն, բռնություն, ռեպրեսիա։ Մեր երկրում խոսքի ազատություն է եւ հետեւաբար ամեն մարդ իր ինտելեկտի եւ իր հոգեկերտվածքի շրջանակներում օգտվում է խոսքի ազատությունից։ Ինչ որ մեկին թվում է, որ հայհոյելն է այդ շրջանակներում մտնում, մեկ ուրիշին թվում է, որ ստեր տարածելն է այդ շրջանակներում, մեկին թվում է, որ չգիտեմ, ինքը կարող է լուրջ գործունեությամբ զբաղվել եւ խոսքի ազատության պայմաններում դա իրեն մեծ հնարավորություններ են ձեռում մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու եւ այլն, ամեն մեկը իր ինտելեկտի շրջանակներում դրանից օգտվում է եւ կարծում եմ, որ այդ ամեն մեկի մեջ մտնում է նաեւ մեր ընդդիմությունը։ Նրանք էլ են ժողովրդի ներկայացուցիչ, նրանք էլ ունեն իրենց անցած ճանապարհը, կൂട്ടակած կյանքի փորձը, կրթությունը, որ ստացել են, որը իրենց թույլ է տալիս անել ընդհանրեն այսքանը եւ ես դրա համար անկեղծորեն շատ ցավում եմ, բայց կարծում եմ, որ թափվելու դեպքում իրենք արժևում ունեն 5 տարի, իրենք հայտնվելու են մի ազգային ժողովում, որտեղ ի հեճուկս բոլոր խոսակցությունների եւ պիտակների, որոնք տարիներ շարունակ իրենք մեզ այսպես փակցրել են եւ իրենց քաղաքականությունը բխեցրել են իրենց հորինած ստերից, իրենք ունեն ի հեճուկս այդ ամենի, հայտնվելու են մի ազգային ժողովում, որտեղ բավականին խելացի եւ ճկուն մտքով մարդիկ են եւ դա շատ մեծ հնարավորություն է իրենց տալու ինքնակրթվելու, զարգանալու, երկրի խնդիրների մեջ խորամուխ լինելու եւ ի վերջո սովորելու, որ երբ որ դու գաղտնիության փաստաթուղթ ես ստորագրում, ապա դու պարտավոր ես այդ փաստաթուղթը ստորագրած, այդ պարտավորությունների շրջանակում մնալ եւ այդտեղից դուրս գալը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ինչպես քեզ, այնպես էլ մի ամբողջ ժողովրդի վրա դա կարող է հետևանքներ ունենալ, մենք իրենց կսովորեցնենք, ես վստահ եմ։ Օգոստոսի սկզբին նախատեսված է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, ինչպիսի աշխատանքներ եք պատկերացնում առհասարակ նոր խորհրդարանում։ Ես կարծում եմ, որ մենք մեր հունով կշարունակենք աշխատել։ Մենք 19 թվականի հունվարից, եթե չեմ սխալվում, այո, մեկնարկեցին խորհրդարանի աշխատանքները հետ հեղափոխական Հայաստանում հունվար ամսին եւ 19 թվականի հունվարից մենք գրեթե բոլոր ընդդիմություններին տեսել ենք խորհրդարանում արդեն, բոլորի հետ աշխատել ենք, բոլորը հնարավորինս բոլոր խնդիրները մեզ համար ստեղծել են, մենք այդ խնդիրները հաղթահարել ենք եւ ի վերջո հասկացել ենք, որ թե ընդդիմություն լինելու, թե իշխանություն լինելու ամեն ինչի բեռը դրված է միայն ու միայն մեր թիմի վրա։ Եվ եթե կարիք է լինում, երբ որ մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը չի գիտակցում եւ չի կարողանում իրացնել իր իրավունքներն ու պարտականությունները, ստիպված մենք ենք դառնում ընդդիմություն եւ սկսում ենք իրար մեջ, որովհետեւ ընդդիմության դերը շատ կարևոր է երկրի կայացման հարցում, որովհետև ընդդիմությունը պիտի կարողանա միշտ սթափ ու զգոմ պահել իշխանություններին, բայց երբ որ ընդդիմությունը դա չի արել, մենք փուլեր ենք ունեցել, որ ինքներս ենք արել այդ գործը, եւ հետեւաբար մեզ համար էական մեծ տարբերություն այլևս չկա։ Ով է հայտնվում, լավ կլիներ, որպեսզի մենք հասնեինք այն զարգացվածության եւ քաղաքակրթության կետին, որ իրենք ունենայինք ընդդիմություն, ումից մենք կզգաստանայինք, ում հետ մենք կհամագործակցեինք, եթե պետք լիներ կվիճեինք, կբանավիճեինք, բայց այդ ամեն ինչը կանեինք ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ Բայց քանի դեռ մենք դա չունենք, մենք բոլոր ընդդիմություններին խորհրդարանում տեսնելով մենք սովորել ենք անել ամեն ինչ ինքնուրույն եւ միայնակ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։